Լինում են պահեր, որոնք առաջին հայացքից սովորական են թվում, բայց հենց այդպիսի պահերն են երբեմն փոխում իրադարձությունների ընթացքը և դառնում մի ամբողջ պատմության սկիզբ։ Այս պատմությունն էլ այդպես սկսվեց։ Արդեն մի քանի տարի էր, ինչ ես ապրում էի երկու աշխարհների միջև։ Ֆիզիկապես հայրենիքից հեռու, բայց հոգով ամեն օր վերադառնում էի Հայաստան։ Վերադառնում էի Զովունի, որտեղ ծնվել ու մեծացել էի։ Վերադառնում էի այն փողոցները, որոնց փոշու տակ ծածկված էին իմ մանկության ոտնահետքերը, այն խանութը, որտեղ մի ժամանակ Լուսիկ տոտան ու Սամվել ձաձան էին։ Վերադառնում էի ու մտովի նորից վայելում Աղվան պապիից գնաց Պաղպաղակը։ Վերադառնում էի Վերա տոտայի այն այգին, որի փշատենիները, եթե հիմա լինեին, կհիշեին իմ ձեռքերի հպումը։ Վերադառնում էի ընկեր Ռոզայի ղեկավարած մանկապարտեզ։ Վերադառնում էի այն դպրոց, որտեղ ինձ համար գրականությունը հովհաննիսյանական էր, պատմությունը արզումանյանական։ Վերադառնում էի Զովունիի մշակույթի տուն, որտեղ Արտաշ պապիի առաջարկած գրքերն էին մեր գրադարանում, որտեղ ինձ պարել սովորեցրեց նախ Նորիկ Սարգսյանը, իսկ հետո ես երգեցի Սամվել Ավետիսյանի մոտ։ Մշակույթի տուն, որտեղ արշակյանական պիեսները ինձ թագուհի էին դարձնում։ Վերադառնում էի Բուժարան, որտեղ մի ժամանակ Ժենա տոտան էր իր դիֆտերիայի ներարկիչով։ Էմա և Մելսիդա տոտաներն էին տեղատան արտասովոր հոտով։ Հետո եկան այս երկու գիգանտները՝ բժշկուհի Ռուզանն ու բժշկուհի Լալան։ Տեսնես Զովունին ինչ էր անելու առանց այս երկու հրաշքների։ Ես կարոտում էի այդ ժամանակներին։ Ասում են ժամանակը մեղմում է կարոտը։ Ես այդպես էլ չհավատացի այդ խոսքին։ Ժամանակը միայն սովորեցնում է կարոտի հետ ապրել։ Իսկ կարոտը միշտ մնում է նույնը՝ համառ, անքուն ու հավատարիմ։ Կարոտի բույրը միշտ նույնն է, և այդ բույրից ծնվեց մի տուն, որը կոչվում է հին ու նոր Զովունի։ 2019 թվական հունիսի 7։ Այդ օրը բացեցի Facebook-ը առանց որևէ ակնկալիքի ու կանգ առա մի լուսանկարի վրա։ Նայրա Միրզոյանը հրապարակել էր սուրճի սեղանի մի նկար, որտեղ շողում էին ծիրանը, բալը և թութը։ Ոչ մի արտասովոր բան, բայց հաջորդ ակնթարթին ես հոտ զգացի։ Այդ լուսանկարում բուրում էր իմ հայրենի եզերքը։ Մի լուսանկար, մի հոտ և հիշողություններ։ Լուսանկար, որ դուռ բացեց դեպի Զովունիի այն ժամանակ 102-րդ շենք, որտեղ մարտունեցի Գառնիկի տնկած ու մեծացրած թթի ծառի տակ ամեն օր բացվում էր հարևան կանանց սուրճի սեղանը։ Լուսանկար, որ վերածվեց տուն տանող ճանապարհի։ Լուսանկար, որ հաստատեց այն ճշմարտությունը, թե հայրենիքը միայն աշխարհագրական տարածք չէ։ Հայրենիքը երբեմն մի բույր է, մի համ, մի ծառ, մի լուսանկար, մի հիշողություն։ Եվ քանի զովունեցիներ կան աշխարհով մեկ սփռված, ովքեր նույն զգացումը կապրեին։ Իմ բախտակից քանի համագյուղացիներ, որոնց սրտում Զովունու ձայներն են միշտ, նրա արևը, նրա զովը։ Ես ցանկացա ստեղծել մի տուն, բայց ոչ քարից, ոչ աղյուսից, այլ հիշողություններից։ Մի տուն, որտեղ կհավաքվեին հայրենի բնորանիս մասին հիշատակող հին լուսանկարներ, դեղնած փաստաթղթեր, մոռացված պատմություններ, մանկության խաղեր, զավեշտալի դեպքեր, ուրախություններ, ցավեր, երգեր ու ավանդույթներ։ Տուն,
որտեղ ոչինչ չի կորչի, որտեղ նույնիսկ ամենափոքր պատմությունն արժեք կունենա, որովհետև այն մերն է։ Մտադրությանս մասին պատմեցի ընկերներիս Հայաստան Սերոփյանին, Գևորգ Մարտիրոսյանին, Գոռ Կիրակոսյանին, եւ բարին դա էր, որովհետև Հայաստանը խորհուրդ տվեց ոչ թե էջ, այլ խումբ բացել, հետագայում այն որոշ խնդիրներից զերծ պահելու համար։ Հենց նույն երեկոյան ծնվեց հին ու նոր Զովունին։ Առաջինը խումբ մտավ Սիմոնյան Սերգեյը Ֆրանսիայից, հետո Գալստյան Սուսանը, հետո Հայրապետյան Կարինեն, հետո Վարդանյան Մարիամը, հետո եկան Սիմոնյան Սուսաննան, Մեսրոպյան Նեկտարը, Էթերա Մարտիրոսյանը, հետո գրեթե բոլոր հին ու նոր զովունեցիները։ Խումբը շատ արագ դարձավ մի յուրահատուկ կամուրջ, Զովունիում ապրող և աշխարհի բոլոր անկյուններում գտնվող զովունեցիների միջև։ Խումբը լցվեց պատմություններով, մանկության հուշերով, գյուղի առօրյայով, մարդկանց ճակատագրերով, անցած օրերի հիշողություններով։ Մարդիկ բերում էին հին լուսանկարներ, որոնց մեջ կենդանանում էին մեր գյուղի անցած տարիները, մեր անցավորները, մեր մանկությունն ու երիտասարդությունը։ Յուրաքանչյուր լուսանկար մի պատմություն էր, յուրաքանչյուր պատմություն մի ամբողջ կյանք։ Եվ ես հասկացա, որ իրականում ես խումբ չէի ստեղծել, սա պատմություն ունեցող մեր մեծ ընտանիքն էր, որտեղ սիրո և ջերմության հարմոնիա էր տիրում։ Առաջին քայլերն ամենադժվարն են լինում, բայց ես ունեի ճանապարհի ուղեկից իդեմս Գևորգ Մարտիրոսյանի, այն, ինչ ես չէի կարողանում անել հեռվից, կազմակերպում էր Գևորգը։ Նա գյուղի հանդեպ ունեցած իր սերը բերեց, հարգանքը մեր անցյալի ու զովունեցիների հանդեպ, նա բերեց իր պատրաստակամությունը միասին աշխատելու, պահպանելու այն ամենը, ինչը մեզ կապում է սիրելի Զովունու հետ։ Գևորգը հին ու նոր Զովունու հետ մնաց այն արյան կանչով, որի գեները Ենգոյենց գերդաստանից է առել։ Մեր գյուղի պատմությունը, հիշողությունն ու հոգևոր ժառանգությունը հավաքելու և պահպանելու ճանապարհին մեծ ու անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Կյալոյենց թոռ Վանուշ Գալստյանը, պատմելով հին ավանդույթների, հին գերդաստանների, գյուղի մարդկանց ու մեր հարազատ բարբառի մասին։ Այս 7 տարիների ճանապարհին հին ու նոր Զովունին ունեցավ իր հետ զովունեցիների, ովքեր առաջարկներ, խորհուրդներ բերեցին, ովքեր օգնեցին նոր սերնդին ճանաչելու, հիշելու իրենց անցավորներին։ Կարինե Հայրապետյան, Սուսան և Գոռ Գալստյաններ, Մարինե Զոհրաբյան, Վեներա և Վարուժան Պողոսյաններ, Վլադ Հովհաննիսյան, Սուրիկ Բաղդասարյան, Հասմիկ Հարությունյան, Լյուբա Դոխոյան Սարգսյան, Գոհար Թովմասյան, Սերգեյ Սիմոնյան, Արտակ Առաքելյան, Աշոտ Ազիզյան, Արթուր Մուրադյան և էլի անուններ, հարյուրավոր անուններ, առանց որոնց բերած տեղեկությունների մեր գրվող պատմությունը կիսատ կլիներ։ Զովունեցիները սիրով ու համերաշխությամբ զարդարեցին հին ու նոր Զովունին, ինչը խումբը ամուր պահելու մեծ գրավական էր։ Ու այսօր, 7 տարի անց, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ այս պատմությունը իրականում սկսվել է ոչ թե այն օրը, երբ բացեցի խումբը։ Այն սկսվել է շատ ավելի վաղ, գուցե դեռևս հեռավոր Սեյդավար ու Բելդավար գյուղերից, կամ Ապարանյան Ծառաշենից, կամ
1965 թվականի հոկտեմբերից։ Հաճախ մեզ թվում է, թե պատմությունը կերտում են միայն մեծ իրադարձությունները, բայց իրականում պատմությունը երբեմն շատ ավելի համեստ է։ Երբեմն այն սկսվում է մի բուռ թթից, մի սալորից, մի բաժակ սուրճից, մի լուսանկարից, մի կարոտից։ Եվ եթե կարոտն ու սերը սրտումդ բավականաչափ մեծ է, այն կարող է դառնալ մի ամբողջ ժողովրդի հիշողությունների տուն։ Այդ տունը այսօր կոչվում է Հին ու Նոր Զովունի։